Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը հետևական կերպով ապատեգատություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը։ Մենք նաև ֆիքսում ենք, որ ադրբեջանական կողմն է խախտում հրադադարը եւ այդ մասին գրվում է հայկական մամուլում, սակայն այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն հայկական կողմից չի հնչում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, Ադրբեջանը շարունակաբար այդ ապատեգատությունը տարածում է, հայկական կողմը ասում է նման բան չկա։ Մենք նաև հայկական մամուլում տեսնում ենք, որ տեղեկություն են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը կրակում է սոտքի ուղղությամբ, ջերմուկի ուղղությամբ, այսինքն այդ շփման գիծ ասվածի ողջ երկայնքով։ Բայց հայկական կողմը, պաշտպանության նախարարությունը որևէ կերպ չի խոսում դրա մասին։ Ինչու՞։ Դե եթե հաշվի առնենք, կարծում եմ դուք էլ եք ուշադիր հետևելու, որովհետև դա անհնար է չտեսնել այն աղերսանքները, այն ամենօրյա ռեժիմով պատրաստակամությունը ստորագրել այս կողմից եւ չստորագրել ադրբեջանական կողմից, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը աղերս չունի խաղաղության պայմանագրի հետ, որը պայմանագիր էր, հետո դառավ համաձայնագիր, հետո կդառնա, չգիտեմ, պրոտոկոլանամեր, էական չի։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ուզում ստորագրի, նրան ինչ-որ լեգիտիմ հիմքեր են պետք, նաև միջազգային հանրության համար, թե ինչու նա չի ստորագրում։ Ենթադրում եմ, որ սա առիթ է հայտարարելու, որ տեսեք, հայերը չեն ուզում, իրենք իբր հայտարարում են, բայց շփման գծում խախտում են, հրադադարը կամ չգիտեմ ինչը, թեև ես վստահ եմ, որ հայկական կողմից որևէ կրակոց չի լինում, այստեղ ես վստահ եմ, անգամ պատասխան կրակոց չի լինում, ավելին ասեմ, անգամ չի արձանագրվում այնտեղի կրակոցները, որպեսզի հանկարծ չջղայնանան ադրբեջանցիները իրենց այստեղի ներկայացուցիչների վրա։ Ադրբեջանը այս փաստաթղթով լիքը բան է ստանում, անգամ այն երկու չհամաձայնեցված, այսպես ասած, կետերը ի վերջո ըստ էության փաստ ենք, որ համաձայնեցվեցին ի օգուտ ադրբեջանական կողմի։ Ինչու է Ադրբեջանը շարունակաբար խուսափում ստորագրել փաստաթղթը, արդյոք նա չի ակակալում, որ կարող է ավելին ստանալ այս իշխանություններից։ Այստեղ կարող ենք պարզապես վերլուծել, որովհետև ինֆորմացիա չունենք, այո, մի սցենարը հենց դա է, ստանալ ավելին, ընդ որում դրա մասին կարծում եմ չեն էլ թաքցնում, հա, ասելով 300,000 ադրբեջանցիների գալու մասին, սահմանադրության մասին, որը կարծեք թե որոշել էին, որ հետո անեն, ասեցին նոր ընդհանրապես վերջին 2 օրը ես կարդացի, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի այդ գործընթացն է մտել փակուղի, այստեղ մի կողմից, այո, ձեզ հետ կարող եմ համաձայնվել, որ ակնկալում է շատ ավելի շատին։ Ինչը չի էլ թաքցնում։ Մյուս կողմից այսը արդեն կարող է լինել ի օգուտ մեզ, իհարկե մենք այդտեղ ոչ մի կապ չունենք, պարզապես աշխարհում ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը չի ամեն ինչ որոշում, երբ գեոքաղաքական ուժերը փորձում են սանձել ինչ-որ առումով, պարզ է, որ չի վերականգնվելու այն ինչ որ մենք ուզում ենք եւ այլն, բայց գոնե սանձում կատարվում է եւ ես կարծում եմ պատահական չէր Տրամպի խորհրդական թե հատուկ գործերով ներկայացուցիչ որ գնաց Բաքու
Ենթադրվում է, որ այնտեղ նաև այդ խնդիրներն են դրվել։ Տեսնում եք, որ ինչ է կատարվում Ուկրաինայում, այստեղ արդեն հետո Ադրբեջանի ամենամտերիմ դաշնակից Թուրքիան ինքը ունի բավականին արդեն լուրջ խնդիրներ, ընդ որում լուրջ խնդիրներ ինչպես ներսում, այնպես էլ Սիրիայում, որտեղ պարզվեց, որ Սիրիայում ավելի շատ ինքը խրվել է Թուրքիան, քան հարցեր է լուծում։ Այնպես որ այստեղ պետք է հասկանալ ինչն է ավելի շատ զսպում Ամերիկային Ադրբեջանին ստորագրել այդ պայմանագիրը, որովհետև չմոռանանք, որ այնուամենայնիվ 9-րդ կետի, խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին է, ավելի շատ բարձրաձայնում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, քան բուն Ադրբեջանը, ճիշտ է Թուրքիան էլ Ադրբեջանն էլ անընդհատ խոսում են Զանգեզուրի միջանցքից, բայց Թուրքիան ու Ադրբեջանը խոսում են լրիվ այլ պայմաններով, այն ինչը որ գրված է 9-րդ կետում այլ պայման է, Իրանը լրիվ այլ մտքեր է արտահայտում, որ այո պետք է բացվեն կոմունիկացիաները, բայց որևէ փոփոխություն չպետք է լինի, այսինքն այստեղ ես չեմ բացառում, որ կա նաև ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցություն եւ զսպողուժ։ Դուք նշեցիք Ուկրաինայի մասին, իրադարձություններն հետաքրքիր տեղի ունենում, այնտեղի իրադարձությունները շատերի գնահատմամբ ուղղակիորեն ազդեցություն ունեն Հարավային Կովկասի վրա։ Մենք նաև ֆիքսեցինք, որ կողմերը ըստ էության համաձայնության էին հասել, այսպես ասած 30-օրյա հրադադարի, բայց մենք տեսնում ենք, որ հողի վրա այդ պատերազմը շարունակվում է։ Չէ, համենայն դեպս երբ են հասել, դեռ կոնկրետ հայտարարություններ չեն եղել։ Եղել են հայտարարություն, որ այո, ամերիկացիները ուկրաինացիների հետ հանդիպել են, ուկրաինացիները ասել են մենք համաձայն ենք, հետո ամերիկացիները արդեն հանդիպել են ռուսների հետ, ռուսները ասել են այո մենք համաձայն ենք, թեև մինչև այդ անընդհատ գնում էր լարվածություն այդ ընթացքում ուկրաինացիների պատասխանից մինչև ռուսների պատասխանը տևեց մոտ մեկ շաբաթ, այդ մեկ շաբաթում ռուսական կողմից հնչում էին ոչ պաշտոնական, ավելի շատ էքսպերտային, ավելի այսպես ասած ռադիկալ գնահատականներ, բայց պարզվեց, որ ռուսներն էլ կարծեք թե դեմ չեն, բնականաբար ինչ որ իրենց պայմաններով նաև Եվ հիմա գնում է հենց այդ գործընթացը, պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվել, որից հետո չի պահպանվել այդ հրադադարը։ Եվ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ կարծես թե միգուցե նաև համաձայնություն չլինի պաշտոնապես, որովհետև մարտական գործողությունների ինտենսիվությունը այնուամենայնիվ այդ քաղաքական դիալոգի հետ մեկտեղ չի նվազում։ Եվ այս համատեքստում, սա ինչպիսի ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, արդյոք Ռուսաստանը կկարողանա ուշադրություն դարձնել արդեն մեր Հարավային Կովկասի վրա։ Սովորաբար նման բանակցություններից առաջ կողմերը միշտ փորձում են ավելի շատ ատամ ցույց տալ, որովհետև դա ռեսուրսի եւ բանակցային, այսպես ասած, ռեսուրսի ավելացման խնդիր ունեն մինչ սեղանի շուրջ նստելը։ Դրա համար այս process-ները, որ տեղի են լինում, ունենում մարտերը, չգիտեմ ինչերը, ռմբակոծությունները եւ այլն, ես չեմ համարում, որ դրանք կխանգարեն բանակցություններին, սա ես կարծում եմ բավականին սովորական բան է, մինչ բանակցային սովորական ընթացք է։ Այնպես որ ես այդքան էլ համաձայն չեմ, որ չի լինի, առնվազն այդ մեկ ամիսը կլինի։ Հետո չեմ կարող ասել, հետո արդեն կախված կլինի կողմերից, կախված կլինի թե ինչ են ուզում Միացյալ Նահանգները, ինչ է ուզում մնացած Արևմուտքը,
որովհետև հիմա էլ չկա Միացյալ Արևմուտք, կա Միացյալ Նահանգներ եւ կա մնացած Արան ու Եվրոպա, կա Բրիտանիա, կա Կանադա, կա, չգիտեմ, Ավստրալիա եւ այլն եւ այլն։ Այստեղ մի քիչ ուրիշ է, թեև այն ռադիկալ հայտարարությունները Եվրոպայի կարծեք թե մի փոքր նվազում են, որովհետեւ նույն Եվրոպայում անպայման կգտնվեն եւ արդեն կան, հա, Հունգարիայի, Սլովակիայի տեսքով, որոնք ասում են մենք որևէ կերպ չենք համաձայնվելու զինել կամ ֆինանսավորել Ուկրաինային եւ այլն եւ այլն։ Կարծում եմ կոնսենսուսը չի լինի, այո։ Կարծում եմ, որ այդ կոնսենսուսը չի լինի, ավելի շուտ կլինի կոնսենսուս այս հրադադարի, քան շարունակելու, որովհետեւ բոլորն են հոգնել այդ պատերազմից, բոլորն են հասկանում, որ դա միայն Ռուսաստանին չի վնասում, ել չեմ ասում Ուկրաինայի մասին, այլ վնասում է նաև հենց բուն Եվրոպային, դե Թրամփը փաստացի հայտարարում է, թե ինչքան է վնասել Միացյալ Նահանգներին եւ այլն եւ այլն։ Հիմա ուկրաինական այս ճգնաժամը ինչպիսի ազդեցություն կունենա այս փուլում մեր տարածաշրջանի վրա։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ process-ները այնպես չի, որ հատիկ-հատիկ են լուծվելու։ Կարծում եմ, որ բանակցությունները գլոբալ առումով, հատկապես այն բանակցությունները, որի մասին գրվում են, որ հա կուլիսների ետևում եղել են շատ խոսակցություններ Տրամփի եւ Պուտինի, որ այն ինչը որ մենք տեսնում ենք, դա շատ քիչ հատվածն է, այն մեծ այսբերգի, որը իրականում կա, եւ չեմ հավատում, որ դա միայն Ուկրաինայի հարցն է։ Կարծում եմ, այդտեղ փաթեթով է ինչպես բուն Ուկրաինայի մերձավոր արևելքի հարավային Կովկասի, այնպես էլ հետագա աշխարհի գլոբալ, ես նկատի ունեմ կառուցվածքի, իսկ այդտեղ չի կարող չլինել Չինաստանի գործոնը, Հնդկաստանի գործոնը, այդտեղ շատ գործ այդտեղ չի կարող չլինել ընդհանրապես ազդեցությունների, հա, գոտիներ, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական իդեպ։ Ես հիմա չեմ կարող ասել, որովհետև A չունեմ ինֆորմացիա, B դեռ շատ բան կարող է նաև բանակցությունների ընթացքում փոխվել, որովհետև բնական է, որ ցանկացածը գալու է ամենաբարձր նշաձողով պահանջների, հետո գնալու են փոխզիջումներ, այ որտեղ կկանգնեն այդ փոխզիջումները եւ որտեղ կգծվի այն գիծը, որով որ պետք է ապրի աշխարհը հետագայում, ես կարծում եմ այս բանին ոչ ոք չի կարող ասել։ Պատերազմը նաև ինտենսիվացել է մերձավոր արևելքում եւ մենք տեսանք, որ այսպես ասած հրադադարը, որը որ ձեռք էր բերվել Համասի եւ Իսրայելի միջև, ըստ էության այլևս չի գործում, ռմբակոծում են նորից Գազան, հարյուրավոր զոհեր են այնտեղ արդեն արկա եւ կարծես թե նաև Իրանի շուրջ է հողակը ինչ-որ առումով սեղմվում։ Ինչ կասեք այս մասով եւ արդյոք այսպիսի մի հետաքրքիր տեսակետ կա, հա, որ Թրամփը պատերազմի ուղղությունը փորձում է Ուկրաինայից, այսպես ասած, թեքել դեպի մերձավոր արևելք եւ նախապատրաստվել Իրանի դեմ հնարավոր հարվածին։ Չեմ կարող ասել, ես այդտեղ ճիշտն ասած շատ չեմ խորացել, մի բան կարող եմ ասել, որ շատ պարզ Տրամփը բոլորին ցույց է տալիս, անգամ ոչ թե հասկացնել է տալիս, այլ ցույց է տալիս, որ այո, Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի մեջքին, այո, Գազա չպետք է լինի, այնտեղ պետք է լինի, չգիտեմ ինչ, կուրորտ, այդ Տրամփի խոսքերն եմ ասում, որ Իրանի հետ կարծեք թե կարելի է նաև ոչ պատերազմական միջոցներով գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի,
Չբացառելով նաև հարվածները։ Չբացառելով նաև հարվածները, իհարկե, չբացառելով հարվածները, ցավոք սրտի մեզ համար Իրանը հիմա, որովհետև Իրանը մեր իրոք, եթե ոչ ստրատեգիական գործընկեր է եղել, լավ հարևան է եղել, առնվազն անկախությունից ի վեր սկսած, եւ Իրանը այսօր կարծում եմ այդքան էլ ուժեղ չէ, որպեսզի կարողանա, եթե որոշեն, այո, եթե որովհետև այդ փաթեթի մեջ ես կարծում եմ Իրանն էլ կա, հա, եթե Ռուսաստանը այնքան թուլացած է, որ օրինակ Սիրիայի նման հանձնի Իրանին, ապա այդտեղ կլինեն խնդիրներ, որովհետև այնուամենայնիվ Իրանը չեմ կարող ասել ինչքան կդիմադրի, բայց կդիմադրի։ Սա է, բայց ես չեմ կարծում, որ Տրամպը, որը խոսք է տվել եւ ամեն գնով փորձում է իր այդ խոսքը պահել, խոսքը խաղաղության մասին է, որ աշխարհում ինքը խաղաղություն է բերում, հետո ինքը չի ասել Ուկրաինան, ինքը ասել է մենք ես աշխարհին եմ խաղաղություն բերելու։ Բայց ռմբակոծում է Եմենը։ Ռմբակոծում է Եմենը, որովհետև Եմենից ինքը բաներ անում, այն ինչ որ վերաբերվում է Իսրայելին, չի վերաբերվում ոչ մի խոստմանը։ Դա Իսրայելին էր վտանգ։ Մնացած ամենտեղ ինքը պատրաստ է փողզիջման։ Իսրայելի հարցում ոչ մի փողզիջում։ Սա է Տրամպի տեսակետը եւ դիրքորոշումը, որը կրկնում եմ, նա անգամ չի էլ փորձում թաքցնի։ Արևելքում տեղ ունեցող այս իրադարձությունները մեր վրա ինչպիսի ազդեցություն կունենան, եթե հաշվի առնենք Իրանի այդ խիստ կարևոր դերակատարումը մեր համար, ինչպես դուք նշեցիք, եւ նաեւ հաշվի առնենք այս վերջին մի քանի օրերին Թուրքիայում տեղ ունեցող ներքաղաքական զարգացումները։ Տեսեք, այն ինչ կատարվում է Թուրքիայում, կարող եմ ինձ թույլ տալ մտածել, չեմ պնդում, բայց կարող եմ թույլ տալ մտածել, որ դա միայն ներքին թուրքական խնդիրներ չեն։ Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան երկար ժամանակ առաջարկում էր որպես միջնորդ ռուս-ուկրաինական, հա, այս պատերազմի, որ հենց Թուրքիայում անցնեն բաները, ինքը լինի միջնորդ եւ այլն 3 տարի է, մեկ էլ հոպ Միացյալ Նահանգները ուկրաինացիների հետ հանդիպում են Սաուդյան Արաբիայում, Միացյալ Նահանգները ռուսների հետ հանդիպում են Սաուդյան Արաբիայում, ցույց տալով, որ սուննի աշխարհի կենտրոնը այլևս չի դիտարկվում գոնե Միացյալ Նահանգների կողմից, որ դա Թուրքիան է։ Նույն Թուրքիայում կան կասկածներ, դա իրենց պրեսայում էլ է, թե Telegram ալիքներում նայեցի ես, որ կա կասկած, որ այս ամենը կազմակերպում են հենց Միացյալ Նահանգները, ինչ որ հիմա կատարվում է Թուրքիայում։ Խնդիրը հեռացնելն է Էրդողանին, թե թուլացնել։ Խնդիրը ես կարծում եմ թուլացնել Թուրքիան, որովհետև չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական կենտրոններին դուր է գալիս, առանց այն էլ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է։ Այսինքն ուժային առումով Թուրքիան բավականին հզոր է։ Քաղաքական ազդեցության առումով վերջին 3-4 տարիների, 5 տարիների ընթացքում, ու սկսած երևի թե 44 օրյա պատերազմից, Թուրքիան բավականին ազդեցիկ էր դարել, անցնելով, ես կարծում եմ, իրեն թույլատրված ռեգիոնալ լիդերի չափերը, ինչը կարծում եմ ամենևին դուր չի գալիս աշխարհաքաղաքական կենտրոններին, եւ չեմ բացառում, որ նաեւ Թուրքիան պատժվում է եւ թուլացվում է իր այն դիրքերի համար, որը նա փորձում էր եւ այն, հա, այսպես ասած, այդ խոսակցականի եւ ակցենտների համար, որը նա փորձում էր դնել վերջին 4-5 տարիների ընթացքում։
Անդրադառնանք Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, առջևում Գյումրիում ընտրություններն են եւ շատերի գնահատմամբ այս ընտրությունները առանցքային նշանակություն են ունենալու արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ, հա։ Չեմ բացառում, ես էլ չեմ բացառում։ Ինչ կարող եք ասել այս մասով, եթե հաշվի առնենք այն, որ հատկապես վերջին հարցումների տվյալներով Փաշինյանական վարչախմբի բարկանիշը բավականին ցածր է։ Այստեղ տեսեք, կախված է նրանից, թե ինչ է թույլատրված այս իշխանություններին, որովհետև եթե մինչև հիմա թույլատրված էր, ես նկատի ունեմ թե արևմուտքի, թե Ռուսաստանի կողմից, որովհետև ոչ այն կողմը, ոչ այն կողմը չէր բարձրաձայնում, երբ օրինակ Վանաձորում օրինական հաղթած Մամիկոն Ասլանյանին պարզապես ձերբակալում էին եւ տարիներով պահում եւ այնտեղ չգիտեմ ովքեր ղեկավարում էին Հայաստանի երրորդ քաղաքը։ Ոչ ոք չէր բարձրաձայնում, երբ նույնը հետո Ալավերդիում էին ինչ-որ բաներ անում, իշխանազավթում արվում, ոչ մեկ չէր բարձրաձայնում եւ հետո նույն Գյումրիում նույնը արեցին, որ հետո բերեց այս արտահերթ ընտրությունների ավականու։ Ես չգիտեմ հիմա իրավունք ունեն, թե չունեն, որովհետեւ այդ ամեն ինչը եղել է մինչ տրամպական արևմուտքում։ Հենց այս համատեքստում մեկ հավելում իրականացնեմ, ես հիշեցի հենց ձեր նշածի համատեքստում Մյունխենում փոխնախագահ Վենսի ելույթը, որտեղ նա ուղղակիորեն մեղադրեց Եվրոպային ժողովրդավարության երկակի ստանդարտների եւ առհասարակ ժողովրդավարական արժեքների համատեքստում դեգրադացիայի մեջ, նշելով, որ տարբեր տեղերում ընտրություններում հենց իշխանությունների անդիմադիր ուժերի ներկայացուցիչներն էին հաղթում, հետագայում նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ էին հարուցվում։ Դե դա նոր դեմոկրատիայի ձև էր, որը ի դեպ կարծեք թե Եվրոպայի համար, այն Եվրոպայի համար, որը կար, որը մինչև հիմա դեռ մի մասը մնում է Եվրոպայում, առայժմ մեծ մասը, դա ընդունելի էր, որովհետև բազմիցս լսել ենք, թե ինչպիսի գովասանքի խոսքեր են հնչել այսօրվա հայաստանյան իշխանությունների հասցեին, այդ նույն եվրոպացիների կողմից չէին նկատում, չգիտեմ, ազգային ժողովի նախագահի թքելը, չէին նկատում վարչապետի դատավորներին վնգստացող ասելը, ոչ մի բան չէր նկատվում, ոչ մի բան, բառից բուն իմաստով։ Սոնա Մնացականյանի, այո, Արմեն Գրիգորյանի, ուզում եմ ասեմ, ոչ մի բան չէր նկատվում։ Հիմա նորից եմ կրկնում, կախված է նրանից, որովհետև ամսի 30-ից հետո այնինչ տեղի կունենա, ցույց է տալու ոչ միայն Հայաստանում քաղաքական ուժերի դասավորվածություն, այլ նաև արտաքին ուժերի վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ։ Ես դրա համար չեմ ուզում առաջ ընկնել հիմա, ընդամենը մի քանի օր է մնացել, ես կարծում եմ, եթե մենք այս 7 տարի է համբերում ենք, կարող ենք այս մի քանի օրն էլ համբերել ու հասկանալ ինչպիսի պրոցեսներ են մեզ սպասվում։ Շատ է խոսում նաև առանձին ընդդիմադիր ակտորներ, նույն օրինակ Բագրատ Սրբազանն էր հայտարարում, որ նորից պատրաստում են փողոց դուրս գալ։ Ձեզ, եթե այս փուլում նորից գեներացվի փողոցային գործընթաց, ինչ պետք է անել, որ վերջնականապես հնարավոր լինի դրական արդյունք գրանցել, հա։ Տեսեք, ես կարծում եմ, որ լինի դա փողոցային պայքար, լինի դա ընտրություն, լինի դա impeachment, ինչ ուզում ա լինի։ Այդ ամեն ինչը չեն կարող լինել ինքնանպատակ, այսինքն դուրս գանք, դուրս գալու համար,
impeachment հայտարարենք impeachment հայտարարելու համար, մասնակցենք ընտրություններին, նախ ես կարծում եմ, որ այսօրվա աշխարհում, երբ անգամ պետությունների միջև են պատերազմները լինում հիբրիդային, ես կարծում եմ, որ ցանկացած պայքար պետք է լինի հիբրիդային։ Չի կարող լինել Ինչպես։ Այսինքն, եթե կա ընտրություն, ես չեմ բացառում ընտրությանը զուգահեռ օրինակ փողոց։ Հա, օրինակ։ Եվ ամենակարևորը ինձ թվում է, որ քաղաքական ուժերի կամքն է պետք, որովհետև պայքար այո տեսել ենք, կամք ես չեմ տեսել։ Ես չեմ տեսել, որ հա մեկը պատրաստ լինի, օրինակ, ինչպես ժամանակին 18 թվականին Նիկոլ Փաշինյանը պարկի ավտոբուսի, հա, այդ անիվի տակ, չեմ տեսել, որ գնա գցվի փշալարերի վրա, չեմ տեսել ես Անձնազոհություն, կամք, ես դա չեմ տեսել, դա էլ է անհրաժեշտ, այնտեղ մի քանի գործոններ կան, որի մասին ես հիմա այս պահին չէի ուզենա շատ ծավալվել, բայց բնականաբար, եթե ինչ-որ մի բան չի ստացվել, չի կարելի կրկնել նույնը։ Խոսքը տեխնոլոգիայի մասին է։ Խոսքը տեխնոլոգիայի և գործողությունների մասին է, մարտավարության մասին է, ռազմավարության մասին է, ամեն ինչի մասին է։ Չի կարելի մի չստացված բանը նորից կրկնել, գնալ ու ամեն անգամ կանգնել այդ փոცხի վրա, այդ փոცხի բանը ասես գա գլխիդ խփի նորից ընկնի, գա գլխիդ խփի նորից ընկնի, տես չի լինում։ Ես նշեցի, որ գործող վարչախմբի վարկանիշը բավականին նվազել է եւ այս համատեքստում, հա, ներքաղաքական առումով դուք ինչպիսի իրադարձություններ եք կանխատեսում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը նորից, տեսեք, ինչ եմ սա հարցնում, որ նա իր վերջին ելույթներում, օրինակ Գյումրիում, Ես չեմ հետևում իրեն, անգամ չգիտեմ ինչ է ասել։ Նորից փորձ էր անում խաղարկել, այսպես ասած, նախկինների թեզը, Թալանի թեզը, Հատիկ առ հատիկինը գիտեմ, հա։ Այո, այդ հատիկ առ հատիկինը։ Արդյոք ըստ նա կրկին կարողանա այդ խոսույթով մոլորեցնել մեր հանրությանը։ Տեսեք, խնդիրը նա չէ, որ ինքը մոլորեցնում է, հանրության արդեն 23 թվականի աշնանից խոսքը գնում է Երևանի ավականու ընտրությունների մասին։ Պարզ էր, որ ինքը չի կարող մոլորեցնի։ Դա փաստ էր, որովհետև ընտրության գնացել են 28%-ը։ Այսինքն, իր ֆանատները, եթե հիշում ես, ոնց էին գնում ընտրության, ոնց էին մի պարզապես մի կոչով դուրս գալի լցվում Բաղրամյան փողոց, իսկ հիմա ինքը էլ պտտվեց Երևանում, էլ եսի ինչ արեց, 28% եկան, որի ընդամենը 30 քանի տոկոսը ձայն տվեցին ԿՊ-ին, այսինքն բացարձակ իմաստով դա այն 8-9%-ն էր, որի մասին սովորաբար ընդդիմությունը անընդհատ հիշեցնում է։ Խնդիրը նրանում չի, որ ինքը դրանով կարող է բարձրացնել, Նիկոլ Փաշինյանը էլ ոչնչով չի կարող բարձրացնել վարկանիշը։ Խնդիրը նրանում է, իսկ ընդդիմությունը ինչով պետք է, որովհետև մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի, այո, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման մասին, բայց այդ նույն պարագայում մենք գիտենք, որ ընդդիմությունը եւս ընդդիմության գոնե այն ինչ որ մենք տեսնում ենք, եւ կա մի հատ մեծ հատված այն 70%-ը, որը որևէ կերպ չի արձագանքում, որը հաստատ Նիկոլ Փաշինյանինը չէ, 100%-ով, որովհետեւ սովորաբար իշխանությունը իր ամբողջ էլեկտորատին հասցնում է ընտրատեղամաս, չկասկածեք, ցանկացած իշխանություն։ Ընդդիմությունը չի կարողանում, բայց իշխանությունը իր էլեկտորատին մինչև վերջի մարդ հասցնում է ընտրատեղամաս։ Որտեղ իշխանությունը ունի ստարտային առավելություն, որովհետև իշխանությունը ունի ադմինիստրատիվ ռեսուրս, լծակներ եւ իր կողմնակիցներին, հա։ Այդ իր կողմնակիցները գնում են։ Ընդդիմության կողմնակիցներն են գնում, բայց այն, որը ոչ նրանցն են, կգնան միայն այն դեպքում, երբ որ
լսեն adekvat, pragmatic, real առաջարկ։ Այդ առաջարկը ըստ իս չի կարա լինի ճաճանչափայլ բառերով ծրագրային ինչ-որ տնտեսական կամ անվտանգային ինչ-որ բաներ գրած, որը ոչ ոք չի կարդում, այդ թվում են հատվածը ցավոք սրտի, բայց դա երբեք չեն կարդացել։ Վաղուց արդեն ոչ ոք այդ ծրագրերը չի կարդում։ Դա պետք է լինի շատ մատչելի ձևով բացատրվող թեզեր, քայլ առ քայլ ներկայացված այն ծրագիրը, որը պետք է անի այն ուժը, որը ուզում է փոխարինել այս իշխանությունների։ Տեսեք շատ։ Ընդ որում նորից եմ կրկնում, դա անպայման չի լինի ընտրությունների տեսքով։ Ցանկացած ուժ, որը ուժ անհատների կոնգլոմերատ, որոնք ուզում են անել իշխանափոխություն, նորից եմ կրկնում, ինձ համար էական չի որ բանով այդ իշխանափոխությունը կլինի։ Անկամ եթե դա լինի փողոցով, այդ մարդիկ պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, որպեսզի իրենց հետևից մարդիկ գնան։ Շատ են խոսվում, որ հանրությունը անտարբեր է, հանրությունը անտարբեր չէ։ մարսում է իբրև թե Արցախի հանձնումը, մնացյալ բոլոր աղետները։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն էլ հայտարարում են, որ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ այդ խաղաղության անվան տակ իրականացնում են իրենց ծրագրերը, որը բացարձակապես իրական խաղաղության հետ աղերս չունի։ Ըստ մեր հանրությունը վերջերաչը ինչ է ցանկանում։ Տեսեք, ցանկացած հանրություն իհարկե ուզում է խաղաղություն, եւ դա միայն Հայաստանի ժողովուրդը չի, կարծում եմ ցանկացած նորմալ ժողովուրդ, նորմալ մարդ ուզում է խաղաղություն։ Բայց ցանկացած խաղաղություն չի կարող լինել այն պարագայում, երբ որ տարօրված են արդարությունն ու արժանապատվությունը։ Ես վստահ եմ, որ այս իշխանության այն 70%-ից առնվազն 60-ի մոտ կա լուր ատելություն այս իշխանության նկատմամբ, լուր, առայժմ լուր, որը բավականին միգուցե անտեսանելի, բայց ինչ-որ չափով նաև արդեն շոշափելի երևում է օդում, այդ լարվածությունը, այդ սոցիալական հարցերի շուրջ, բոլոր հարցերի շուրջ, բոլոր արժանապատվության հարցերի շուրջ, ֆուտբոլի շուրջ, չգիտեմ, սոցիալական ցանկացած հարցի, որ հարցը որ վերցնեք, ինչ հարց ուզում եք վերցրեք, ցանկացած հարցի շուրջ կա լուր, առայժմ լուր ատելություն, որը ոչ ոք չգիտի երբ եւ ինչ պայմաններում կժայթքի, ինչը կդառնա տրիգեր, կարող է եւ չժայթքի, օրինակ ընտրությունների ժամանակ գնան ու պարզապես չընտրեն։ Դա կարող են դուրս գալ փողոց, ես նորից եմ կրկնում, քանի որ ես չգիտեմ դա ինչ կերպով է լինելու եւ երբ է լինելու, որ պահին է լինելու, ինչն է հանդիսանալու տրիգեր։ Բայց ես տեսնում եմ այդ լարվածությունը Հայաստանի, ոչ միայն Երևանի, Հայաստանի օդում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հյուրն էր քաղաքտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։